Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Բակուր Գրիգորյանի նախագահությամբ շարունակելով ընդդեմ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի խմբային հայցի քննությունը որոշեց բավարարել խմբային հայցվորների շահերի պաշտպան փաստաբան Մերի Կարապետյանի միջնորդությունը։ Հիշեցնենք, խոսքը դեռևս 2021-ին դատարան մտած Լոռու մարզի Ճոճկան շնող մեծայրում բնակավայրերի 70 բնակիչների խմբային հայցի մասին է, ովքեր Ախթալայի լեռնահարստացման կոմբինատից վնասի փոխհատուցում են պահանջում։ 2018-21 թվականներին Չեխական Արնիկա կազմակերպությունը փորձաքննել է Լոռու մարզի մի շարք հանքարդյունաբերական բնակավայրերից, այդ թվում Ճոճկանից, մեծայրումից, շնողից վերցված կենսանմուշները։ Հայցի հիմքում հենց այդ արդյունքներն են, ըստ որոնց այդ տարածաշրջանի մեծահասակների եւ երեխաների օրգանիզմում հողում ջրում ծանր միացությունների պարունակությունը թույլատրելի սահմանը գերազանցում է մի քանի անգամ։ Խնդիրը բնակիչները վերագրում են Դեբետ գետի աղտոտմանը, քանի որ մեծայրումում գտնվող Ախթալայի կոմբինատի նահատակ պոչամբարի պոչանքները պարբերաբար գետն են լցվում։ Փորձաքննության հիման վրա մարդիկ դատարան են դիմել տնտեսական ու առողջական վնասների փոխհատուցման պահանջով։ Մի քանի տարի քննելով գործը դատարանը կրկնակի փորձաքննություններ էր պահանջել բնակիչներից սեփական միջոցների հաշվին։ Ընդ որում դատաապրանքագիտական, հողագիտական, բուսաբանական, գյուղատնտեսական համալիր փորձաքննություններ։ Լոռու մարզի Ճոճկան բնակավայրի բնակիչ Սամվել Սիրադեղյանն է տուժած ու դատարան դիմաց բնակիչներից։ Քաղաքացու ձայնին ասում է 1 հեկտարից ավելի դեղցի այգի ուներ Դեբետի ափին։ Տարիների ընթացքում բերքի որակը գնալով վատացել, այգին էլ չորացել է։ Քիչ չէ այգին է կորցրել, հիմա էլ համալիր փորձաքննություն պիտի պատվիրի ու դատարանին կրած վնասներն ապացուցի, ինչի հնարավորությունը չունի։ Նահատակի պոչամբարը, որը մեր գյուղի անմիջապես վարչական տարածքում է գտնվում, եւ այս պոչամբարի ջրերը հոսում լցվում են Դեբետ գետը, որից էլ Դեբետ գետի ջրերով ոռոգում ենք մեր այգի տարածությունները։ Մեզից, եղունգներից, մազերից, մեր ընտանիքի անդամների եւ 6 ընտանիքի նորից մեր գյուղից նմուշառումներ կատարել են եւ պարզել, որ ծանր մետաղների, հատկապես մկնդեղի, կադմիում եւ այլ ծանր մետաղների պարունակությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի նորմաները։ 1.3 հեկտար հողատարածք ունեմ, Դեբետ գետի ափին է գտնվում, որը սիստեմատիկաբար այդ վարարումների ժամանակ ողողվում է Դեբետի ջրերով եւ այնտեղ այդ հանքերի, այդ տիղմի, պոչանքների նստվածք է նստել, որը բացաբար է արզել իհարկե այնտեղ տնկված դեղցեն ու այգու վրա եւ որոնք մի քանի տարվա ընթացքում ամբողջովին չորացել է։ Հիմա էլ փորձաքննության են ուղարկել, այնտեղից պատասխան նորից եկել է, որ այդ ծախսերը պետք է հայցվոր կողմն անի, մեծ գումարներ են անհրաժեշտ։ Բայց ի վիճակի եք դուք այդ փորձակնությունը։ Մենք իհարկե ի վիճակի չենք այդքան գումարներ մուծել, որպեսզի կան փորձաքննություն անեն։ Եվ մի բան է զավեշտ տալի, որ փորձաքննության կենտրոնից պատասխանել են մեր իմ փաստաբանին, որ իրենք համապատասխան կադրեր չունեն, մասնագետներ չունեն, պետք է արտասահմանից հրավիրեն, որ գան այդ փորձաքննությունն իրականացնեն, այսինքն լրացուցիչ ծախսեր անհրաժեշտ։ Այդպես աբսուրդ վիճակ է։ Ելնելով այս իրավիճակից խմբային հայցվորները միջնորդել են դատարանին նշանակելու դատաապրանքագիտական, հողագիտական, բուսաբանական, գյուղատնտեսական համալիր փորձաքննություն։ Նրանց շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Մերի Կարապետյանն ասում է, Հայաստանում նման համալիր փորձաքննություններ չեն իրականացվում։ Փորձագիտական կենտրոնները մերժել են համապատասխան մասնագետ չլինելու պատճառով, ուստի փաստաբանը միջնորդել է դատարանին հարցաքննել տուժածներին։ Քանի որ մենք նույնպես չկարողացանք գտնել եւ մասնագետ եւ համապատասխան կենտրոն, որը կիրականացնի այդպիսի փորձաքննություն, փաստերը որոշակի առումով ապացուցել նպատակով որոշեցինք դատարանում գործին մասնակցող անձանց միջնորդել, որպեսզի հարցաքննվեն եւ իրենք նշեն, թե տարեց տարի ինչպես են նկատել, որ մշակաբույսերի բերքատվությունը նվազել է եւ այլ հանգամանքների մասին, որոնք իրենց հայտնի են։
Հունիսի 18-ի նիստում քննվեց նաև 2022 թվականի հուլիսի 28-ին Դեբետ գետի աղտոտման փաստով քննչական կոմիտեի հարուցած քրեական գործով նշանակված դատաշինարարատեխնիկական, դատաէկոլոգիական, դատաշինարարատեխնիկական եւ դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունները որպես ապացույց ներգրավելու հարցը։ Մերի Կարապետյանը միջնորդեց դատարանին պահանջել դրանք որպես ապացույց։ Մինչդեռ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Արամաստ Կիվիրյանն առարկեց, պատճառաբանելով, որ միջնորդությունը գործը ձգձգելու նպատակ ունի։ Քանի որ հայցի փաստական հիմքերում նշված է եւ նաեւ ապացույցներ ներկայացված են, որ հայցվորների պարկանող հողամասերը ոռոգվում են Դեբետ գետի ջրով, իսկ հայ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում նախաձեռնված է քրեական վարույթ քրեական ունեցքի 375-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, որը գլավրում է ջրերը աղտոտելու։ Վարույթը նախաձեռնվել է 27/07/2022 թվականին, մասնավորապես նահատակ կոչանվար տանող 3 թունելի վթարային պլաստմասե խողովակում, իսկ թունելի դաշնամասից դեպի ձորակ հոսած դաշնագույն երանգի աղտոտված ջրի փաստական հանգամանքներով։ Ինչպես նշեցի, սույն գործով հայցվորների հողամասերը նույնպես ոռոգվում են Դեբետ գետի ջրով եւ այդ հողամասերում, ինչպես գիտեք, հայցի փաստական հիմքերում եւս նշված է եւ առարկայում, որ աջակցում են պտուղ բանջարեղեններ եւ հետեւաբար վնասվում են եւ մենք դա կապում ենք աղտոտված գետի ջրի հետ։ Այսինքն այն, որ ինչ որ ժամանակ, ինչ որ օր, ինչ որ տարեթիվ տեղի ունեցել, ասենք թե ինչ որ դեպք, եթե նույնիսկ գիտություն ունենք, որ այդպիսի դեպք տեղի ունեցել, ինքը որևէ աղերս չունի այս գործի քննության։ Սահմանված ժամկետում կողմը որևէ գործողություններ չի իրականացրել, այսինքն դատարանի կողմից սահմանված ժամկետում, հետագայում փորձում է ներկայացնել ինչ-որ փաստաթղթեր, որոնք որ ես չեմ հասկանում ինչ առնչություն ունեն իրապես այս գործի քննության հետ, եւ միջնորդում է, որ ներկայումս մենք պահանջենք ուրեմն այս փաստաթղթերը, որ կողմը այս քայլերը ուղղակի միտված են դատական գործընթացը ձգձգելու։ Լսելով հայցվոր եւ պատասխանող կողմերի դիրքորոշումներն ու փաստարկները, դատարանը որոշեց բավարարել հայցվորների ներկայացուցիչ Մերի Կարապետյանի միջնորդությունը, չզրկել հայցվորներին ապացույցներ հավաքելու հնարավորությունից ու պահանջել այդ ապացույցները։ Դատարանը գտնում է, որ միջնորդությունը պետք է բավարարել, քննչական կոմիտեից համապատասխան ապացույցը պահանջվի, եւ դատարանը նաեւ հաշվի առնում է ֆակտ, որ ապացույցի գոյության մասին ըստեյության չկա որևէ ապացույց, որ հայցվորները տեղյակ են եղել ավելի շուտ քան 14/5/2025 թվականի դրությունն է, որտեղ նշվում է, որ այդ ապացույցը ձեռք է բերվել, դրանից առաջ ձեր վկայակոչած փոխում նշված է, որ դատարանը որոշում պահանջել է ապացույցը, սակայն հնարավոր չի եղել կատարել, արձանագրելով, որ դեռևս եզրակացությունը չի ստացվել։ Այս հանգամանքը եւս հաշվի առնում դատարանը կպահանջի համապատասխան ապացույցը եւ դեպքերի մասով ընդգրկում եք միջնորդությունը։ Այո։ Շատ լավ։ Նիստի ավարտին փաստաբան Մերի Կարապետյանը քաղաքացու ձայնի հետ զրույցում հույս հայտնեց, որ 2022 թվականին հարուցված քրեական գործով փորձաքննության արդյունքները լույս կարող են սփռել գործի քննության վրա ու էականորեն փոխել դատաքննության ընթացքը։ Փաստորեն Հայաստանի Հանրապետությունում համալիր նմանատիպ փորձաքննություն չի իրականացվում։ Մենք որևէ այլ եղանակ չունենք մեզ վրա դրված փաստերը ապացուցելու, քանի որ մենք նույնպես չկարողացանք գտնել եւ մասնագետ եւ համապատասխան կենտրոն, որը կիրականացնի այդպիսի փորձաքննություն, փաստերը որոշակի առումով ապացուցել նպատակով։ Մյուս մասով 2022 թվականին ներկայացվել է հաղորդում Դեբետ գետի ջրերը աղտոտելու վերաբերյալ, որտեղ մասնավորապես նշվել է, որ Դեբետ գետի ջուրը աղտոտվել է նահատակ Պոչամբարից ինչ-որ խողովակաշարերի վթարման հետևանքով թափված ինչ-որ դարչնագույն նյութի հետևանքով եւ նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական վարույթի շրջանակներում որոշակի փորձաքննություններ, էկոլոգիական եւ այլն նշանակվել են։ Հետագայում դա մեզ հայտնի դարձավ, որ ստացվել են փորձագիտական մարմնի եզրակացությունները քննչական կոմիտեին եւ քանի որ մենք գործով չենք հանդիսանում որևէ կողմ եւ այն հանդիսանում է նախաքննական գաղտնիք, հետեւաբար միակ միջոցը այդ եզրակացությունները ստանալու դա դատարանի որոշմամբ էր եւ դատարանը բավարարեց։
Հիշեցնենք 2025-ի ապրիլի 17-ին հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել էր մեկ այլ քրեական գործ, որի քննությամբ պարզվել էր, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենն իր աշխատակցի միջոցով կոռուպցիոն գործարքի է գնացել բնապահպանական և ընդերքի տերչական մարմնի գլխավոր տեսուչի հետ։ Գումարի և բենզինի կտրոնների դիմաց առաջարկել էր վերջինիս Դեբետ-գետի տարբեր հատվածներից նախօրոք վերցված նմուշները փոխարինել ընկերության աշխատակցի մատնանշած վայրից վերցված նոր նմուշներով։ Մեղադրանքներ էր ներկայացվել կոմբինատի տնօրենին ու աշխատակցին կաշառք տալու, տեսչական մարմնի գլխավոր տեսուչին կաշառք ստանալու համար։ Տնօրենն ու կոմբինատի աշխատակիցն ազատության մեջ են։ Տեսուչի նկատմամբ կիրառվել է տնային կալանք որպես խափանման միջոց։ Քրեական այս գործի քննությունը ևս պակաս կարևոր չէ խմբային հայցի գործով դատավարության տեսանկյունից։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Ալավերդի համայնքից։